Շարունակում ենք լուրերի թողարկումը։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե վստահ եմ տեսար թե ինչպեսի թագավորական ընդունելություն գտավ մեր նախագահան Այո։ Միացյալ Թագավորությունում իր եւ տիկնոջ հետ, եւ սա իր ուրեմն երկրորդ նախագահության երկրորդ այցն էր Մեծ Բրիտանիա եւ խոսեցին այն մասին, որ 250 տարվա մտերմություն կա իրենց մեջ, առանց նշելու թե 250 տարի առաջ ոնց էին կոտորում իրար, երբ այն ժամանակ Միացյալ Նահանգներ էլ չէր, Ամերիկան փորձում էր ազատագրվել, այո, անգլիական թագավորությունից, այո, գաղութներ, հա, եւ հիմա այսպեսի բարեկամներ, այսպես ասենք Արմեն, սա այս պատմության հետ նայելով ինչ սա կարող է մեզ ուսուցանել Ամերիկայի, Միացյալ Նահանգների եւ Անգլիայի հարաբերությունները 250 տարվա ընթացքում։ Դե տեսեք, այստեղ նյուանսն այն է, որ ըստ էության Միացյալ Նահանգները, այսինքն բազմաթիվ նույն անգլիացիներ հայտնվել են Միացյալ Նահանգներում, այսինքն եթե վերցնես Միացյալ Նահանգները բաղկացած է անգլիացիներից, ֆրանսիացիներից, իռլանդացիներից, այսինքն ըստ էության հավաքական Եվրոպան է, շատ առում, այսինքն ինչ որ մասով։ Ասեմ ավելին, մերժված եվրոպացիները Դե այո, ոչ միայն մերժված, այնտեղ նաև շատերը Եվրոպայում, եթե շատերը հիշում են այդ ժամանակ նաև հեղափոխությունների կրոնական ճնշումներից ազատվելու, բողոքականները շատ եկան։ Լավ կյանքի հետևից, չգիտեմ, հետո գիտեք այդտեղ ոսկու տենդեր էր եւ այլն։ Լավ կյանքի հետևից եւ ոչ լավ կյանքից նույնպես։ Այո։ Այդ ստերեոտիպը, որ ավելի շատ ասում են դե բան, ինչ որ հանցագործներ են եկել փախել եւ այլն, այսինքն այդ իմաստով Ավստրալիան ավելի այդ որտեղ այնտեղ շատ են աբսորվացներ ավելի։ Այսինքն այս առումով շատերը անգամ ուղղակի են, որ լավ կյանքի հետևից նոր երկիր, չգիտեմ, ինչ որ բարդ դժվար ա եղել կյանքը, որտեղ գիտեք այդ տարիներին նաև Եվրոպայում էր շատ դժվար ապրելը, սովը եւ այլն, տեն հիվանդությունները եւ այլն։ Եվ հետեւաբար շատերը ուղղակի փախել են, գնացել են լավ կյանքի հետևից։ Ինչու՞ չէ շատերը քաղաքական հետապնդման հետևանքով են փախել եւ այլն, այսպես շարունակ։ Կրոնական, այո։ Դրա համար ճիշտ ասած մի քիչ դա յուրահատուկ պատմություն է ավելի շատ Միացյալ Նահանգների Մեծ Բրիտանիայի, այստեղ կա եւ հարազատություն եւ թշնամանք։ Հայկական այսպես սերիալ կար, չէ՞, հարազատ թշնամի, այդպեսի մի բան։ Սեր եւ խարդաբանք։ Այո։ Մի խոսքով, ուզում ասեմ, այստեղ համ արյունակցություն կա ինչ որ առումով, իհարկե Միացյալ Նահանգները չեն մոռանում, եթե հետաքրքրական այն է, որ եթե այստեղ քաղաքացիության քննություն է տալի, հարցերի մի ահռելի զանգված նվիրված է Մեծ Բրիտանիայից ազատագրվելուն, անգլիացիների լծից, ասենք եւ այլն։ Վերջերս էս հանձնարարությունը երևի։ Այո, եւ շատ հետաքրքիր հարաբերություններ այդ իմաստով, բայց նաեւ պետք է հասկանալ, որ այսօր երևի Եվրոպայում, տեսեք, այդ առումով իրենք ունեն ունիվերսալ հարաբերություններ Ֆրանսիայի հետ, որտեղ Ֆրանսիան օգնեց իրենց Միացյալ Նահանգներին, բայց ազատագրվելուն, դրա համար Ֆրանսիան համարվում է։ Բայց կներես Անգլիան էլ իր շատ անձնական շահեր ուներ, որտեղ չէր ուզում, որ Անգլիան միանշանակ Ֆրանսիան օգնեց ԱՄՆ-ին, այսինքն այստեղ անգլիացիների դեմ էր խնդիրը, դա համար օգնում էր Միացյալ Նահանգներին եւ չգաղութացնեն։ Այո, ընդ որում այնտեղ գիտեք, որ շատ բարդ Ֆրանսիայի համար էլ բուրժուական հեղափոխությունն էր, բարդ ժամանակներ, պետությունը ֆինանսներ չուներ, խայտարակ վիճակ, դրա պատճառով ուրեմն պայթեց Ֆրանսիան, ու այդ ընթացքում իրենք օգնում էին Միացյալ Նահանգներին, Միացյալ Նահանգները դա չի մոռանում երբեք, բայց փաստացի, եթե նայենք այսօր Եվրոպայում այսպես մտերիմ դաշնակիցը երևի այս իմաստով այդուամենայնիվ Միացյալ Թագավորությունն է եւ տեսակ որ նույն այդ Brexit-ի գործընթացը ինչ որ չափով նաեւ աջակցություններ գտնում Թրամփի մոտ եւ Միացյալ Նահանգների մոտ այդ ժամանակ, եւ ինչ որ չափով նաեւ դիտարկվեց որպես ուրեմն Եվրամիության դեմ քայլ եւ Եվրամիությունը թույլատնելու քայլ, այս իմաստով։ Այդուամենայնիվ որի մեջ ասում են Ռուսաստանն էլ դեր ունի, որ ուզում էր որ Բրիտանիան ուզգա Եվրամիություն։ Այո, բայց թե ամեն մեկը իր շահեր ուներ բարձր այստեղ, բայց այս այցը կոնկրետ շատ հետաքրքրական է, որովհետեւ ենթադրում եմ այստեղ նաեւ գլխավոր թեման լինելու է Ուկրաինան։ Ես սպասում եմ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը եւ նաեւ գիտենք, որ Չարլզը, որը նույնպես այսպես Ուկրաինայի ժողովրդի լավ բարեկամ է համարվում, թագավորը եւ այսպես ասում 100%-անոց պրոուկրաինական գործիչ է,
պետք է, այսպես ասում սկսի այս process-ը Թրամփի հետ զրուցելու Ուկրաինայի մասով, հետո Starmer-ը պետք է շարունակի, հասկանանք, տեսնենք, եւ նաեւ տնտեսական հարցերը, որքանով էլ իրենք խոսեցին, որ ինչ-որ գործարք կնքել են, այդուամենայնիվ այնտեղ նյուանսներ կան, որոնք դեռ միջև վերջ հստակեցված չեն։ Հետեւաբար այս այցը կարծում եմ երկու հիմնական շեշտադրում ունենալու։ Մեկը Ուկրաինայի հետ պայքարի կապված, եւ գլխավորը իհարկե Միացյալ Թագավորություն ԱՄՆ հարաբերությունների մասով եւ գլխավորապես թադուկ հիշում եք առաջիններից մեկն էր Մեծ Բրիտանիան, Միացյալ Թագավորությունը, որ տարիֆների հարցով Թրամփը ասաց, որ պայմանավորվել են եւ այլն, բայց հետո պատմեց, որ բազմաթիվ նյուանսներ կա, որ դեռ չեն ուրեմն մանրամասնվել, ուրեմն այնտեղ տարբեր ոլորտներ կա, կարծեմ, եթե չեմ սխալվում, որոշ ապրանքատեսակների ներկրման հետ կապված, հատկապես ալյումինի եւ այլն։ Առաքում, որ ասում եմ, մեկի պոչեմիսի տակին բոլորը ինչ-որ առևտրական ինչ-որ կապ։ Եվ ինձ հետաքրքրական ավելի շատ սպասենք, տեսնենք, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու Starmer-ի հետ հանդիպմանը, ենթադրում եմ արդեն մենք վաղը կունենանք պատկերը, ենթադրում եմ արդեն միացյալ բրիֆինգ կունենան եւ կհասկանանք, թե ինչ հարցեր է փորձել լուծել Մեծ Բրիտանիան Թրամփի հետ հանդիպմանը։ Ի վերջո գնալուց առաջ Թրամփը նաեւ ուկրաինացի լրագրողի հարցին պատասխանեց Ուկրաինայի մասով եւ ըստ էության նորից ինչ որ տենց խուսափողական պատասխան կարծես թե կրկին տվեց, ուրեմն եկեք հասկանանք, այսինքն շատ բարդ է իրավիճակը, ինչ խաղ է տանում հիմա Թրամփը այս պայծրությամբ։ Հիմա գովազդ կվերադառնանք ու կշարունակենք։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չեբուխչյանի հետ։ Արմեն, խոսելով Թրամփի մասին, երեք Թրամփը out of the blue չգիտես ինչու նորից հիշեց պարոն Փաշինյանին, պարոն Ալիևին ասելով, որ նրանք ընտիր գործիչներ են, որ այդ խաղաղություն հավիտյան կլինի եւ այլն եւ այլն։ Ինչ է սա պատահական ինչ-որ բան, թե կապված ինչ-որ բանի հետ, այսինքն ինչ-որ տեղ գնում է այս խոսքը, թե ոնց։ Մոռաց ասեմ, որ նաև թեմաներից մեկը կարևոր լինելու է գազայի հարցը, որովհետև Եվրոպայում եւ նաև Մեծ Բրիտանիայում նկատի ունես Միացյալ Նահանգների այո, եւ իդեպ հետաքրքրական է, որ արդեն ուրեմն Թրամփի շրջապատը կարելի ասել այսպես պրո-թրամփական թևը եւ մեդիայում արդեն սկսում է ակնարկել, որ հենց այդ մահմեդականներին երկիր թողելը եւ հենց այդ քաղաքականությունը սխալ էմիգրացիա է բերել նրան, ինչ որ մենք այստեղ անգամ վերլուծել ենք այդ մասին, ես ասել եմ, արդեն է որ այս դիրքորոշումը, որ հիմա Եվրոպան բռնում է Իսրայելի հետ կապված, արդեն հղում են անում, որ նրանք արդեն էլեկտորատ են կազմում լուրջ իրենց երկրում եւ 5% ընդհուպ միջև եւ դրա համար Եվրոպայում ցենց համատարած այսպես սկսել է դեմագոգիան այդ թեմայով, այս իմաստով, որովհետեւ ակնհայտ է, որ ուրեմն միշտ այս իմաստով Միացյալ Նահանգները ակնկալում է աջակցություն Եվրոպայից այս հարցերում։ Գիտեք, որ Ռուբիոն այցելեց Իսրայել, իր աջակցությունը հայտնեց եւ հիմա էլ գազային օպերացիա գործողություն է իրականացնում։ Մինչև շարունակել է, որ ասում ենք Միացյալ Նահանգները Եվրոպայից ռեակցիա էր սպասում ինչ-որ բան։ Ախր Եվրոպան այդքան մոնոլիտ չի, չէ՞, ինքը տարբեր երկրներից է կազմված, որոնք տարբեր շահեր ունեն։ Այսինքն դժվար է ակնկալել, որ ամբողջ Եվրոպան կամ Եվրոմիությունը կարող է մի ձայնով ինչ-որ հարցի շուրջ Ես չեմ կարծում, որ ինքը օրինակ, չգիտեմ, շատ սպասում է Պորտուգալիան ինչ կասի, բայց գոնե հիմնական եվրոպական երկրները նկատի ունի Ֆրանսիան, Գերմանիա, Անգլիան, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իտալիան, գուցե Իսպանիան, որտեղ համատաբար խոշոր երկրները Եվրոպայի, հա, ինչ կարտահայտվեն, ինչ կասեն այդ մասին, որտեվ ակնհայտորեն այս իրավիճակում կարծես թե արդեն այսինքն լրջագույն տեսակետների բախում է տեղի ունենում այս իմաստով եւ կարծում նաեւ դա է լինելու, ուրեմն իդեպ նաեւ հետաքրքրական մի բան հակառակ ուղղությունն էլ է աճում, ես վերջերս տեսակ, որ Մեծ Բրիտանիայում մեծ ցույց էր հենց այդ հակա էմիգրացիոն քաղաքականության նկատմամբ, այո,
եւ կարծես թե այսպես ավելի իմպերիալիստական լոզունգներով այսպես հավաքեր եւ բազմաթիվ մարդիկ էին մոտավորապես ինչ դե կարծես թե միավորեք թակավորությունը լոզունգներով մոտարապես տիպի այս ու շատ մարդիկ էին փողոց լցրել որոնց համբերությունը հատել էր այդ ուրեմն էմիգրանտների հետ կապված այո որովհետեւ որտեղ վերջերս նաև ուրեմն Մեծ Բրիտանիայում դեպք եղավ, երբ որ պակիստանցին բռնաբարել էր, ուրեմն պակիստանցի էմիգրանտը բռնաբարել էր, ուրեմն Մեծ Բրիտանիայում ուրեմն երիտասարդ։ Դրա համար հեսա նրանց համբերությունն է կամաց այս իմաստով լցվում, որտեղ դուք գիտեք դա լուրջ խնդիր է Եվրոպայի համար, հա։ Եվ նաև կարծում եմ քննարկվելու է դուք գիտեք որ Թրամփը հիմա ուրեմն լրջագույն պայման է առաջադրել Եվրոպայի համար, որ եթե ուզում եք ես Ուկրաինայի հարցով աջակցեմ, ուրեմն դուք պետք է հրաժարվել ռուսական նավթից, ավելին դուք նաև պետք է ուրեմն միասնական տարիֆներ սահմանեք ինձ հետ Չինաստանի վրա, ինչը նաև ես այստեղ ասում եմ ինչի համար այդ ամեն ինչը արում, հիմա պարզ ասում է Թրամփը ինչ պետք է անեք։ Իհարկե միասնական տարիֆներ սահմանելը լրջագույն փորձություն է լինելու, որտեղ եվրոպացիները այնտեղ բազմաթիվ պետություններ ուղղակի կարող են ինֆլյացիայի այնպիսի մակարդակի հասնել, որ մեր տարիֆներին միանալով, որ իշխանությունները դուք կարող են փոխվել այդ ինֆլյացիայի պատճառով, դրա համար կարծես թե Եվրոպան չի գնա այդպիսի քայլի այս պահին, բայց նավթի հետ կապված մենք գիտենք նույն իր ընկերն է Օրբանը, Ֆիցոն, հիմա իրեն հարցեցին իսկ դուք պատրաստվում եք ճնշում գործադրել ուրեմն այդ պետությունների վրա, որոնք գնում իդեպ նաև Թուրքիան այն պետությունների վրա ինքը այսպես էլի լղոզված ասես ես պատրաստվում եմ բայց եթե դու ասում ես ես պատրաստվում եմ դա անել բայց եթե հետևից բայց ես դնում ուրեմն դու իրականում այդքան էլ չես պատրաստվում եւ հիմա այս ուկրաինական կոնֆլիկտի ասում եմ պատերվակի տակ Թրամփը կարծես թե իր հարցերն է մաքրում Եվրոպայի այս հարցով, այսինքն որտեղ այնտեղ բազմաթիվ տարաձայնություններ կա։ Ինչ վերաբերում է Թրամփի գրառմանը, ես երեք այդ մասին ասացի, նաև որ քանի որ պատվիրակությունները եկան բանակցեցին գնացին, այնտեղ զեկուցել են, որ Ադրբեջանի պատվիրակությունն էլ ասում էր, որ լրջագույն անվտանգության խնդիր կա այդ ճանապարհը ապահովելու, որտեղ Ռուսաստանն ու Իրանը սպառնալու են այդ ճանապարհին։ Իսկ Օբրայենը երկու շաբաթ առաջ գրել էր, որ Ալիևը փորձելու է համոզել Միացյալ Նահանգներին, որ Հայաստանը չի կարողանալու ապահովել այդ անվտանգությունը եւ տարածորեն երկու շաբաթ չանցած Ալիևը այդ պայմանը դնում է Միացյալ Նահանգների ամերիկյան պատվիրակության առաջ եւ Օբրայենը բացահայտեց, որ շտաբ պետք է այս ճանապարհի հարցում ներգրավել Եվրամիությանը, հակառակ դեպքում Ալիևը ուղղակի ուզում է համոզել Թրամփին, որ ինքը պետք է վերահսկի այս ճանապարհը եւ ապահովի անվտանգությունը Միացյալ Նահանգների հետ, այսինքն այսպես գեղեցիկ ձևով անվտանգության պատերվակի տակ Հայաստանը դուրս է թողնում այս գործընթացին, ինչ որ գումար տան Հայաստանին։ Գրեթե նույն ձևով արտահայտվեց Փաշինյանը ասելով, որ դա Հայաստանի Միացյալ Նահանգների։ Դուք ճիշտ եք, բայց այստեղ մի վտանգավոր բան կա, այստեղ մի վտանգավոր բան կա։ Այս ծրագիրը դեռ ասեմ ձեզ, ինչ էլ իմաստորագրեն, ինչ էլ անեն, մենք ընտրություններ ունենք մայիսին, հունիսին, մի խոսքով։ Եվ պետք է հասկանալ, որ 8-10 ամիս հետո, չգիտեմ ինչքան ամենացել, երևի արդեն 9 ամիս ամենացել, 9 ամիս հետո, ուրեմն, եթե անգամ հիմա Ամերիկայի հետ ինչ-որ բաներ ստորագրեն եւ երկրում իշխանության գան, այնպիսի ուժեր, որոնք կամ Փաշինյանը չկարողանա մեծամասնություն կազմի, կարող են գալ ու վերանայել այս ամբողջը։ Եվ հետեւաբար ոչ մի բան դեռ հստակ չի։ Իսկ մենք գիտենք, որ քաղաքական էլիտան մեգադախլչիների գլխավորությամբ նախկին ներկա այդ բոլոր այդ ամբողջը իրենք հետարքիր քաղաքականություն իրականացնում։ Այս երեք Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ թիմակիցը բացահայտեց ըստ էության ինչ են իրանք ուզում անել։ Եվ եթե դա է նպատակը եւ դրան են ձգտելու, իրենք ուզում են որպեսզի ճանապարհը Նախիջևան դեպի կոչվի Թրամփի ուղի եւ դրանով զբաղվի Միացյալ Նահանգները, բայց ահա երկաթգիծը հարավ-հյուսիս ընդ որում ես չեմ պատկերացնում երկաթգիծը ոնց կարան հարավ-հյուսիս բաժանեն ու ասենք արևել-կարևմուտք երկաթգիծը ուրեմն երկաթգիծը մեկի ազդեցության տակ պետք է լինի համենայնպես երկաթգիծը հարավ-հյուսիս տրամադրվի BRICS-ի երկրներին այդ դեպքում Միացյալ Նահանգները ուրեմն ուղղակի դուրս կգան այս ամեն ինչից կամ այսինքն ավելի շուտ Ադրբեջանը այդ դեպքում կասի տեսակ որ ես ասում եմ Հայաստանը չի կատարելու պայմանները եւ փորձելու է վերցնել այդ ամեն ինչի իր ձեռք այսինքն այստեղ շատ վտանգավոր process-ներ են գնում եւ ավելին ասեմ այն ինչ որ ասում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը Լևոն Զուրաբյանը ընդ որում հասարակ թիմակից չգիտեք իր սա վտանգը նրանում է կայանում որ
երբ որ դու նայում ես Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, այս ասիական երկրների ռազմավարական հարաբերություններ Չինաստանի հետ, ռազմավարական հարաբերություններ Իրանի հետ, հա, Ռուսաստանի հետ դե ունենք եւ չեն պատրաստվում հրաժարվել, մենք ճշգրտորեն ստանում ենք այն պատկերը, ինչը փաստորեն ձգտում է Հայաստանի իշխանությունը։ Երբ որ գնում է այնտեղ ռազմավարական հարաբերություն, հիմա Չինաստանը շատ է ակտիվացել Հայաստանում, անգամ մեր քննչական կոմիտեի ղեկավարն էր գնացել Չինաստան, կապերը շոշափում են եւ այլն։ Այսինքն այստեղ կա լրջագույն մտահոգություն, որ եթե իրանք փորձելու են BRICS-ը բերել ու դա անելու է Հայաստան, Աստված մի արասցե, այս ճանապարհի վրա, ապա ինչպես Ալիևը Ալ-Արաբիային ասում էր, լուրջ կասկած հայտնեց, որ Հայաստանը ունենալով ռուսական ռազմաբազա իր երկրում ինքը չի տապալի այդ Վաշինգտոնյան բանակցությունները։ Դրա համար ասում եմ, այս խմորը շատ ջուր է քաշելու եւ այստեղ շատ գործ կա անելու, որպեսզի այս կարողանանք հաջողենք այս ճանապարհը մեզ օգուտ բերի։ Արմեն, արդեն ժամանակը սպառվել է վերջին հարցը, բայց բոլոր դեպքերում հողը, որի մասին ինչ էլ որ լինի, որի վրա անցնելու է ճանապարհը երկաթգիծը հայկականը, եւ դրանով չի նշանակում, որ վերջին խոսքը մեզ է պատկանում, ասել կարող ենք ասել ոչ ծայրահեղ դեպքում։ Կարող ենք ասել, բայց դա լրջագույն հետևանքների կարող է բերել։ Լավ, շնորհակալություն Ես եմ շնորհակալ։ Այսքան այսօրվա համար կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։